Ես կներկայացնեմ խորհրդային տարիներին Հայաստանից բռնադատված անձանց վերաբերյալ վիճակագրություն, որը կազմվել է նախկին պետանվտանգության կոմիտեի կողմից Հայաստանի արխիվին հանձնված ու այնտեղ պահվող գործերի հիման վրա։ Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է մոտ 20,000 գործ, որոնք ամփոփված են եղել շուրջ 38,000 հատորներում։ Այս գործերը, ինչպես նշվեցի, պահվում են Հայաստանի ազգային արխիվում 1191 ֆոնդում ու բաժանված են 17 ցուցակների։ Ցուցակներից երկուսը, 5-րդ ու 6-րդ ցուցակները վերաբերում են դեպորտացիաների։ 5-րդ ցուցակում 37 թվի հոկտեմբերի դեպորտացիան է խորհրդային Հայաստանի արևմտյան ու հարավային շրջաններից շուրջ 500 ընտանիքների կամ թվով շուրջ 3000 մարդու աքսորը։ 6-րդ ցուցակում 1949-ի հունիսի 14-ի դեպորտացիան է ամբողջ խորհրդային Հայաստանի տարածքից ավելի քան 2600 ընտանիք կամ ավելի քան 12,000 մարդ։ Մյուս ցուցակներում ընդգրկված գործերը վերաբերում են ամբողջ խորհրդային շրջանին և մասնավորապես Ստալինյան շրջանին ու ընդգրկում են շուրջ 30,000 բռնադատվածի տվյալ։ Բռնադատվածների վերջնական թիվը, որ այս պահին ունենք ըստ 1191 ֆոնդի, ավելի քան 45,000 է։ Պետք է հաշվի առնել, որ այս թիվը և ներկայացվելիք վիճակագրությունը պայմանական է ու պատճառները հետևյալն են։ Առաջին, որ մեր ունեցած տվյալներով ոչ բոլոր գործերն են հանձնվել արխիվին, գործերի որոշ չափի գործեր շարունակում են պահվել դեռ ԱԱԾ-ում։ Երկրորդ պատճառը այն է, որ գործերի մի մասը կորսվել են 1946-ին տեղի ունեցած սելավի հետևանքով, երբ գետառը վարարում է, ջրհեղեղանում, լուծվում է այդ պակի նկողները ու ամբողջը ողողում է։ Ու մյուս պատճառն էլ, որ ներկայացվելիք թվերը ամբողջական չեն, պայմանական այն է, որ եղել են դեպքեր, որոնց գործերը չկան կամ պարզապես գործեր չեն կազմվել, օրինակ աշխենի ներկայացրած քրդերի աքսորը, դրանց համար առանձին գործեր չկան, դրանք ուղղակի ցուցակներով մարդկանց անուններ են, ու նաև մեկ ուրիշ օրինակ կարա դիտարկվի սպաների աքսորը, որտեղ իրանց տենց խմբով աքսորել են, բայց առանձին գործեր չկա իրանց համար։ Ներկայացվելիք նյութը բաժանել եմ այս 4 պայմանական թեմաների, սկզբում կներկայացնեմ դեմոգրաֆիական տվյալները, սեռատարիքային կազմ, ազգային կազմ ու կներկայացնեմ նաև մեղադրանքները ու վճիռները, որոնք կայացվել են, ու բնականաբար կանդրադառնամ իմ պատկերացմամբ երկու ամենամեծ մասերին, բռնաճնշումների մեծ տերորի շրջանին ու հենց 49-ի հունիսի 14-ի աքսորին։ Անցնելով վիճակագրությանը, պետք է ևս մեկ անգամ նշեմ, որ այս թվերը ոչ թե բռնադատված մարդկանց քանակի մասին են, այլ ներկայացնում են բռնաճնշումների մոտավոր ծավալը ու վիճակագրությունը, այսինքն այս 45,116 թիվը չի նշանակում այդքան բռնադատված անձ, քանի որ նույն անունը կարող է կրկնվել մի քանի անգամ, այն պատճառով, որ որոշ դեպքերում նույն մարդիկ բռնադատվել են տարբեր տարիներին մի քանի, երբեմն մինչև 4 անգամ, ու ամեն անգամ հարուցվել է նոր գործ, նշանակվել է առանձին պատիժ։ Ընդհանուր առմամբ զուտ թվերով ցուցակներում առկա բռնադատվածների մոտ 20%-ը կանայք են, 80%-ը տղամարդիկ, սակայն կարծում եմ իրական պատկերը ավելի լավ հասկանալու համար պետք է առանձնացնել երկու խումբ՝ դեպորտացիաները ու անհատական գործերը։ Ի տարբերություն անհատական գործերի, որոնք կազմված են անհատների շուրջ, դեպորտացիաների զոհ են դարձել ընտանիքները, հետևաբար սեռատարիքային բաժանումը խիստ տարբեր է այս երկու դեպքերի համար։ Օրինակ, եթե դիտարկենք անհատական գործը, այստեղ տղամարդիկ կազմում են 95%, իսկ դեպորտացիաների դեպքում, քանի որ աքսորվում էին ընտանիքներով, հետևաբար տղամարդկանց և արական և իրական սեռերի քանակը գրեթե հավասար է։ Նույն սկզբունքը գործում է նաև տարիքային բաժանման դեպքում, դեպորտացիաների դեպքում կեսից ավելին մինչև 20 տարեկաններ են,
Ինչպես այնպես էլ մյուս տարիքային խմբերում սեռային համամասությունը հավասար է, մոտ 50% արական, այդքան էլ իրական սեռի ներկայացուցիչներ։ Իսկ անհատական գործերի դեպքում բաժանում, ինչպես տեսնում եք, մի փոքր այլ է, այստեղ 75%-ից մի փոքր ավելին 21-ից 50 տարեկաններ են եւ հիմնականում տղամարդիկ նորից։ Բռնադատվածների մոտ 85%-ը ազգությամբ հայեր են, երկրորդ տեղում մոտ 10% կազմում են մուսուլմանները, բայց այս մուսուլմանները ընդհանրական անվանում է։ Այս թվի մեջ մտնում են անձինք, որոնց գործերում ազգության դիմաց նշված է եղել թուրք, թյուրք, ադրբեջանցի կամ մուսուլման։ Այս 4 նշումներից ամենաշատը թյուրքերն են ու մուսուլմանները։ Քանակով երրորդը ավելի քան 3% սլավոններն են, էլի պայմանական, այս թվի մեջ մտնում են ռուսները, ուկրաինացիները եւ բելարուսները, նույն այս հաջորդականությամբ էլ ըստ համասության ամենաշատը ռուսներն են, հետո ուկրաինացիները եւ շատ քիչ բելարուսներ կան։ Մնացած մոտ 3%-ում կան ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ, նույն հույներ, ավստրիացիներ, նույնիսկ ճապոնացիներ։ Հաջորդիվ փորձել եմ ցույց տալ մեղադրանքները, որոնք ընկնում էին այս մարդկանց կազմող գործերի հիմքում։ Այս հաշվարկում ներառված չեն այն անչափահասները, որոնք ակսորվել են ընտանիքների հետ, քանի որ գործերում նրանց անվան դիմաց կոնկրետ մեղադրանք չկա, բացակայում է։ Օրինակ, լեգիոներ նշում պարունակող մեղադրանքների ու բռնադատվածների իրական թիվը ավելի մեծ է, եթե հաշվի առնենք նաև որպես լեգիոների ընտանիքի անդամ ակսորված անչափահասներին։ Այստեղ նշված օրինակ 2200 հոգի է, այդ 2200 հոգու մեղադրանքում է նշված լեգիոներ բառը, բայց եթե ավելացնենք անչափահասներին, այդ թիվը մի քիչ ավելի մեծանա։ Բռնադատվածների մեղադրանքներում ամենաշատ հանդիպող բառը դաշնակ բառն է։ Մեղադրանք ունեցողների մոտ 34%-ի մոտ հենց նշվում է դաշնակ, օրինակ հենց դաշնակ կամ կապ դաշնակների հետ, դաշնակցական կազմակերպության անդամ ու նմանատիպ այլ ձևակերպումներ կան։ Բավական մեծ թիվ են կազմում նաև այն մեղադրանքները, որոնցում առկա են այս անտիսավետական, հակասովետական, ազգայնական, հակահեղափոխական ձևակերպումները ու ստակ մի քանի ավելի քիչ հանդիպող ձևակերպումներ եւս գրել եմ, հիմնականում սրանք են, ու պետք է նաև հաշվի առնել, որ այս թվերը չեն ենթադրում, որ օրինակ այս 12824-ի մեջ մոտ նշածա միայն դաշնակ, շատ հաճախ սրանք համակցված են, օրինակ կարող է նույն մարդու մոտ նշած լինի եւ հակա սովետական քարոզչություն եւ ազգայնականություն եւ դաշնակցականների հետ կապ եւ հակահեղափոխություն այստեղ շատ ընդհանրացված կարող ենք տեսնել, թե հիմնականում ինչ վճիռներ են կայացվել։ Այս տվյալները եւս միանշանակ չեն, եւս մեկ անգամ պետք է նշեմ, որ չեն արտահայտում անձերի քանակ։ Նույն մարդը կարող է լինել այս նշված մասերից միանգամից մի քանիսում, սկզբում օրինակ լինի ազատազրկված, հետո ուղարկված լինի աշխատանքային գաղութ, որոշ ժամանակ անց օրինակ գնդակահարված լինի։ Այս թվերը նաև չեն արտահայտում կայացած որոշումների քանակը, քանի որ մինչև վերջնական վճիռը ստանալը այն կարող էր փոխվել մի քանի անգամ ու այս գործընթացը Տիգրանն էլ իր օրինակում նշեց, որ կարող է ձգձգվել մինչև մի 2 տարի։ Այստեղ հաշված են միայն այդ բազմաթիվ վճիռներից վերջինները։ Վճիռների ամենամեծ մասը մոտ 34%-ը դեպորտացվածներն են։ Ինչպես արդեն նշել եմ, ունենք երկու դեպորտացիա 37-ի հոկտեմբերին Հայաստանի արևելյան ու հարավային շրջաններից որպես ոչ հուսալի ճանաչված ու խորհրդային Ղազախստան ակսորվածները ու 1949-ի հունիսի 14-ին խորհրդային ամբողջ Հայաստանի տարածքից Սիբիր, Ալթայ երկրամաս ակսորվածները։
Հաջորդը ուղիղ աշխատանքային գաղութի դատապարտվածներն են մոտ 20%, այս պատիժը էլի միանշանակ չի, պատիժը տրվում էր 1-ից մինչև 25 տարի ժամկետով տարբեր համամասնություններով, ամենամեծ թիվը, որ հանդիպում է, 25 տարին ա եղել։ Մեծ թիվ են կազմում նաև գնդակահարության դատապարտվածները, սրան ավելի մանրամասն հեսա կանադառնամ, բայց ընդհանուր բռնադատվածների 12%-ը կամ մոտ ավելի քան 5500 մարդ, 5500 մարդու նկատմամբ կայացվել է գնդակահարության վճիռ։ Բայց այս են դեպքերն են, երբ գնդակահարությունը եղել է միակ կամ վերջնական որոշում, շատ են եղել դեպքեր, որ գնդակահարության որոշում կայացվել է, բայց հետագայում փոխվել է ուրիշ պատճառ, օրինակ ուղարկվել են, հա, հա, շատ չեն եղել, բայց կան դեպքեր։ Նաև պետք է հաշվի առնել, որ այս վճիրները միշտ չի, որ ի կատարելացվել, որոշ դեպքերում դրանք կարող են լինել հեռակա, մեղադրյալին չգտնելու պատճառով կամ օրինակ մինչև վճռի իրականացնելը մեղադրյալը ձերբակալման վայրում արդեն կարող է մահացած լինել։ Բացի այս հիմնական պատիժներից կային նաև լրացուցիչ ուղեկցող պատիժներ, որոնք կարող են ուղեկցել սրանցից յուրաքանչյուրին, օրինակ ունեցվածքից զրկում, ընտրական իրավունքի զրկում կամ ԽՍՀՄ որևէ կոնկրետ շրջանում ապրելու իրավունքից զրկում։ Խորհրդային Հայաստանում բռնաճնշումների զոհերի մոտ կեսը իրանց պատիժները ստացել են կամ մեծ տերորի ընթացքում 36-ից 38-ի վերջ, կամ ենթարկվել են 49-ի դեպորտացիային։ Այդ պատճառով առանձին անդրադառնամ նաև այս երկու կարևոր շրջաններին։ Մեծ տերորի ընթացքում գնդակահարության կամ այլ պատիժների է ենթարկվել ավելի քան 8500 մարդ, կամ ընդհանուրի մոտ 20%-ը, ու այդ վճիռների կեսից ավելին գնդակահարություններ են, ընդ որում գնդակահարությունների մեզ մտեղած տվյալներով գնդակահարությունների 81%-ը, մոտ 82%-ը կայացվել է հենց այս շրջանում, հենց եռյակների կողմից։ Այս շրջանում եռյակների կողմից այստեղ կարող ենք տեսնել այդ ցանկը, այն ցանկը, ցանկը չի ուղղակի, այստեղ օրերն են այս գնդակահարությունների քանակի, ամենամեծ, ամենաշատ որոշում կայացվել է դեկտեմբերի 2-ին, հա, հենց նույն օրը։ Ինչ հա, Միանում չորսով քանի մարդու դատապարտել քանի մարդու հաշվարկված ու տեղը վրացին։ Հա, ու ընդ որում ամբողջ այս շրջանի ամբողջ գնդակահարությունների կեսից ավելին հենց այս 7 օրերի ընթացքում է կայացվել։ Չէին վրացել, Այս 38-ի, հա, 38-ի վերջ չկա, որովհետև 38-ի մինչև դեկտեմբեր է, 38-ին արդեն վերջանում է շրջանը։ Դեկտեմբերից արդեն չեկեսներին էին։ Հա, այժմ անցնենք 49-ի դեպորտացիային, այստեղ գործերում ընդհանուր առմամբ 12, մոտ 12.500 անուն կա, որոնցից մոտ 500-ը 4%-ը այն անուններն են, ովքեր արդեն գնդակահարվել էին այս մեծ տերորի շրջանում կամ 48-ի սկզբում կամ 49-ի վերջում արդեն նախորոք աքսորվել էին Սիբիր, գործնականում նրանց ընտանիքները, այդ մոտ 500 ընտանիք, ընտանիքի աքսորի հիմնական պատճառը հենց այս մարդիկ են, որոնք արդեն կամ աքսորված են կամ գնդակահարված։ Դեպորտացիան, այս բանը մի ասել։ Դեպորտացիայի ենթարկվածները կազմում են ընդհանուր բռնադատվածների ավելի քան 27%-ը։ Դեպորտացիան իրականացնելու համար, այսպես ասած,
երկու մեղադրանք էր գործում, աքսորվում էին կամ որպես դաշնակ նացիոնալիստի ընտանիքի անդամ կամ աքսորվում էին որպես լեգիոներ կամ լեգիոների ընտանիքի անդամ, գերմանական բանակի հայկական լեգիոնի անդամ։ Սրանցից 65%-ը կազմում են որպես դաշնակ նացիոնալիստ կամ դաշնակ նացիոնալիստի ընտանիքի անդամ աքսորվածները, մնացած 30%-ը լեգիոներներն են կամ լեգիոներների ընտանիքի անդամներ աքսորվածները։ Այստեղ այս գործերում այս թվի մեջ կա նաև մի փոքր տոկոս, որոնք ընթացքում մինչև աքսորվել է կամ ճանապարհից հետ են դարձվել տարբեր պատճառներով։ Այստեղ կարող եք տեսնել քարտեզները, քանի որ աքսորը իրականացվել է ամբողջ Հայաստանի տարածքից, այդ թվերով ամեն շրջանը ներկայացված է, մի քիչ փոքր է, լավ չի երևում։ Ամենամեծ չափով աքսորը եղել է Երևանից, ավելի քան 1600 հոգի, բայց երկրորդ տեղում մայրաքաղաքից հետո հենց Գորիսն է, 638 հոգի Գորիսից է աքսորվել։ Շրջան, չէ, Գորիսի շրջանից։ Ընտանիքների թիվը ստեղ չկա, ստեղ անձերի քանակն է, բայց որ նայեմ կարող եմ ընտանիքներով էլ զգացնել։ Այդ կա, մենք քարտեզը կազմել ենք, այդ քարտեզում ընտանիքների քանակն էլ կա, անձերով էլ կա։ Ու որպես ամփոփում, այստեղ դրել եմ ռեաբիլիտացիայի վերաբերյալ տվյալները։ Երևում է, որ կեսից ավելին շարունակում են մնալ չարդարացված դատական կարգով։ Իհարկե, այնտեղ եղել է մի հատ որոշում, խմբակային, չեմ հիշում ճիշտ ասած որ թվին, բայց այդ երևի չարժի համարել ռեաբիլիտացիա։ 89 թիվն է։ Հա, 89 թիվ։ Հա, բայց իրանց գործերում կցված է որպես ռեաբիլիտացիա։ Փոքրին առանց արտական գործերը նայելու։ Այդ նկատում է, ովքեր չեն անցել բոլորին բերում են խմբով։ Իսկ դատական կարգով մինչև անկախացումը ռեաբիլիտացիայի ենթարկվել մոտ 16,000 մարդ, երևի ինչքան անում, մոտ 30% մի քիչ ավել է, 1/3-ը, հա, ու մի փոքր մասն էլ 10%-ից քիչ, 7% արդարացվել է արդեն անկախացումից հետո, 91 թվականից հետո։ Ասել, որ անկախացումից հետո ժառանգորդի խնդիր դրվեց, այդ եկել դեմել են, որտև այդ չի խնդիր է։ Օրենք ընդունվեց, որ կան չի հասկացողություն։ Բրուցան ենթարկված մարդկանց պրոբլեմների ժառանգորդի, դա համար այդ մարդուն պետք է, որ անցներ, ասամ շատ անտարբեր էին իրենց ռեաբիլիտացիա։ Այստեղ մի հատ ուրիշ խնդիր էլ կա, որ նայենք, այստեղ ռեաբիլիտացիայի դիմումները 91-ից հետո ամենաշատը տվել են 49-ի աքսորի մասնակիցները, որտեղ այնտեղ երեխաներ են եղել այդ աքսորի ժամանակ, հետո Շնորհակալություն։